Բարի երեկո, ինչպես խոստացել էի, այսօր պարտավոր եմ զգում ինձ ասել ամենակարևոր բաները։ Սա շատ անցանկալի երևույթ է ինձ համար, նախազգուշացնել սպասող վտանգների մասին, բայց պարտավոր է։ Ի վերջո ասել եմ, բայց պիտի կրկնեմ։ Մարդիկ, որ ժամանակին այսպիսի հավատի են արժանացրել իմ խոսքը, նրանք այսօր հասկանում են, որ մենք խառը ժամանակներում ենք ապրում։ Շատերը հույս են կապում առաջիկա ընտրությունների հետ։ Ընտրությունը, եթե ընտրություն լինի, բնական է, բայց պատկերացնում եք, այսքան իրավախախտումներ կատարած իշխանությունները կարծում եք, որ հիմա պիտի իրենք ճիշտ պահեն, արդարամիտ լինեն, դա խախտանք է։ Եվ հատկապես այս ելույթը ես ինչու ծրագրեցի։ Նախ խոսում եմ եկնարկից, դիմում եմ մեր հայրենակիցներին մայր տաճարից։ Սա մեզ համար ոչ միայն սրբավայր է, այլ նաև մեր արժեհամակարգի գլխավոր խորհրդանիշը։ Տարիներ առաջ, 53 տարի առաջ, երբ ես եւ ընկերներս հակուղային վիճակում էինք հայտնվել, պատկերացնում եք 73 թվական անկախության համար պայքար։ Այն ժամանակ ԱՄԿ-ի ղեկավարությամբ եկանք այստեղ, որովհետեւ մեր գործերը սխալ չէին ստացվում։ Եվ պատկերացրեք, ընդամենը մոմ վառելուց հետո եկանք, մենք հասկացանք, որ ստացանք ամենակարևորի աջակցությունը։ Այսօր էլ այս ժամանակները հիշելով ես որոշեցի գլխավոր խոսքը այստեղից ասել։ Այն ժամանակ այդ հաջողության մասին 73 թվական շատ քչերը գիտեն, որովհետև դպրոցական դասագրքերում անգամ չի խոսվում, բայց կամ խոսում է ոչ բավարար անկախություն հանրաքվեի ճանապարհով, բայց հիշում եք այդ ժամանակներում նաև Արարատ 73-ը դարձավ չեմպիոն եւ գավաթակիր միաժամանակ։ Դա իսկապես զարթոնքի տարի էր։ Եվ հիշելով մեր այդ քայլը այսօր մտածեցի, որ այմ նախագահության անդամներով այստեղ ամփոփենք մեր պատկերացումները առաջիկա գործընթացների մասին։ Եվ սարսափով նկատեցինք, որ եթե ազգը միասնականություն հանդես չբերի, եթե ազգը հայությունը գլխավոր խնդիրների շուրջ հայտարարի չգա, ապա մեզ շատ վատ հեռանկար է սպասվում։ Եվ ես նախազգուշացնել ուղղակի պարտավոր եմ։ Այսօր ընտրությունների պատրաստվող մարդիկ դեպի սեփական ուժերի վրա վստահությամբ, դեպի առողջացում իրականացնելու ճանապարհով գնացողներին պարտավոր ենք ուղղակի հիշեցնել։ Ոչ ոք ի վիճակի չէ հակադրվելով համակարգի պարտադրած բացասական թելադրանքներին որևէ հաջողություն բերել։ Այսօր եթե առաջնորդվենք միայն այն գաղափարով, որ պետք է հեռացնել օրվա իշխանություններին եւ նրա փոխարեն իբր իշխանության գամիա հարցնենք, մի նայեք, ասպարեզին նայեք, ովքեր են այսօր ասպարեզի շեր, ինչ են ներկայացրել իրենցից անցյալով։ Դա հավասարազոր է նրան, որ մի շատ հզոր մաթեմատիկոսի բերենք, ասենք, ատամնաբուժությամբ զբաղվիր։ Սա մասնագիտություն է, տարիների նվիրում, տարիների հետևողական աշխատանք պահանջող լուրջ պատասխանատու գործ։ Եվ ասպարեզեն իջել, ես իրենից լավը կլինեմ։ Կարող է իրենից լավը լինես, բայց այն համակարգը, որում դու աշխատելու ես, դա ոչինչ լավ չի խոստանում։ Դրանից ելնելով, ես այսօր այստեղից հարկ եմ համարում խոսել համակարգային փոփոխությունների կարևորության մասին։ Շատերը անգիր են արել այս բառերը եւ ուրախ եմ, որ լսում եմ իրենցից, որ մեզ համակարգային փոփոխություն է պետք, բայց այդ համակարգային փոփոխություն է պետքը մեկ էլ տանում ասում են մի 2-3 տարի հետո, 5 տարի հետո կամ իշխանափոխությունից հետո, եթե կարևոր բան է եւ համակարգին է վերաբերում, չի վերաբերում անմիջականորեն իշխանությանը, այո, նրանք կդիմադրեն, կհակառակվեն, բայց համակարգային փոփոխությունների համար այսօր պետք է աշխատել։ Իսկ համակարգային փոփոխությունների հիմնական իմաստը երկրի տիրոջը իրավունքները վերադարձնելն է։ Դա արվում է սահմանադրությամբ։ Եթե նույնիսկ 1 ամիս առաջ խոսելիս ես կաշկանդված էին զգում, հիմա գործի 90%-ն արված է։ Այսինքն նախագիծը պատրաստ է եւ այդ նախագիծը գտնվում է այն կառույցում, որը կոչված է այդ գործը կատարելու։ Մնում է, որ մենք բոլորս, բոլոր քաղաքական ուժերը, անունները չտամ մեկ առ մեկ, 100 տարվա կլինի կամ 1 օրվա, այդ բոլորը պետք է համախմբվեն
համակարգային բարեփոխումների շուրջը։ Սահմանադրությունը, որ կոչվում է բացարձակ ժողովրդավարության սահմանադրություն, ես ինչու հատկապես այսօր եկեղեցու գալու գաղափարին հանգեցի։ Այդ սահմանադրության հիմքում ընկած են քաղաքակրթական արժեքներ, աստվածահաճո արժեքներ։ Երբ մեր Տերը դիմելով ունկնդիրներին ասաց Աստծո առաջ չկա տեր, չկա ծառա, չկա կին, չկա տղամարդ, բոլորը Տիրոջ առաջ հավասար են։ Դրանով ինքը հակադրվեց այն ժամանակ տիրող մտայնությանը, որ մարդիկ տարբեր են, ու այդ մտայնությունը շարունակեց գոյատևել մինչև մեր օրերը։ Ընդամենը 100 տարի առաջ կանայք շատ երկրներում քվեարկելու իրավունք չունեին։ Հիմա ինչ որ բան հաղթահարված է, բայց մեզ հաջողվել է գտնել քրիստոնեական այդ կարևորագույն քաղաքակրթական դրույթի մաթեմատիկական լուծումը։ Սա հայ ազգի մեծագույն քայլն է լինելու, ոչ թե իմ, ոչ թե ԱԻՄ-ի, ոչ թե այսօրվա քաղաքական ուժերի նույնիսկ համախմբվածության, այլ հայության քաղաքակրթական ներդրումն է լինելու։ Եվ տեսեք ինչ սարսափելի բան։ Այսօր ես տրամադրեցի հենց կոչել նախազգուշացում, որովհետև հիշեցի, երբ 2015 թվականին սահմանադրություն էր ընդունվում եւ իմ նախագիծը պարտակվել էր, թաքցրել էին Սերժ Սարգսյան, Գագիկ Հարությունյան, ես չէի պատկերացնում, որ դուք դրան ընդունակ եք, բայց այդպես է, իրենց համատեղ աշխատանքով իմ տված այլընտրանքային նախագիծը թաքնվել էր։ Ես այն ժամանակ ինձնից անկախ մի քիչ տխրած նաեւ գրել էի, երբ վաղը 2015 թվականի իմ դիմագրքային էջը մտեք եւ կգտնեք։ Երբ վաղը երկիրը մաս-մաս թշնամուն կտակ, այն ժամանակ կհասկանաք, թե որտեղից դա սկսվեց, թե ինչ արեցիք դուք։ Այսօր էլ ասում եմ, նախազգուշացնում եմ, եթե դուք հայեր ձեր անկախության պայքարի առաջնորդի տված նախագիծը անտեսեք, արամարեք, շատ վատ բաներ են սպասվում, շատ վատ։ Ոչ թե այն պատճառով, որ իմն է, այլ այն պատճառով, որ դա առաջին բխում է ամենակարողի գլխավոր բարեփոխիչ դրույթից, մարդկությունը քաղաքակիրթ դարձնելու հիմնական կռվանը դա է եղել, հիմնական դրույթը։ Երկրորդ, հավատը գործերով։ Ունեք մեկին, որ այսպեսի ճանապարհ է անցել, ու այսօր էլ չի ասում տվեք ինձ իշխանությունը։ Ես դիմում եմ մասնավորապես այն քաղաքական ուժերին, չեք էլ պատկերացնի, քանիսն են եկել ու դիմել ինձ, որ այ եթե դու առաջադրվես, մենք քեզ կաջակցենք։ Դուք եթե հավատում եք իմ առաջադրվելուն, իմ կարողականությանը, վկայակոչում եք պատմությունը, ով է մեզնից 50 տարի անընդմեջ եղել գործունեության մեջ, ով կարողացավ 96 թվականին միավորել ուժերին, այս բոլորը դուք եք ինձ ասել։ Եվ ես ընդամենը ինչ եմ ասել, լավ, եթե այդքան բան ինձ վստահում եք, եկեք այս փուլում միասին աշխատենք բացարձակ ժողովրդավարության սահմանադրության ընդունման ուղղությամբ։ Դուք պատկերացնում եք, եթե այսօր ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը, նրանցից շատերում կան քաղաքական ուժեր, որ ժամանակին աջակցել են, հավանություն են տվել այս գաղափարին։ Բայց եթե այդ բոլորով համախմբում են եւ ընդամենը մի բան ասում, Արդարադատության նախարարություն, անմիջապես քննարկեք մեր հավանությանն արժանացած կամ չարժանացած, նույնիսկ նրանք, ովքեր որ ծանոթ չեն սահմանադրության, ասում են, օրենքով դուք պարտավոր եք քննարկել, եթե այս բոլոր ուժերը միասին համախմբվենք, դա դառնում է այն որակը, որը մեզ կօգնի նաև հետագա ընտրությունների ժամանակ։ Ես տեսեք, ԱԻՄ-ը հստակ է տրամադրված, այսպեսի խայտառակ նախընտրական իրավիճակում, երբ սահմանադրությունը պղծություն է, երբ ընտրական օրենսգիրքը դնամասին նույնիսկ այսօրվա իշխանություններն են 18 թվականին կառավարության ծրագրում գրել են այս ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ չի լինի։ ԱԻՄ-ը ասում է ընտրությունը մեր ինչին է պետք, մեզ մեր հայրենիքն է պետք։ ԱԻՄ-ականների հիմնական մոտեցումը դա է։ Եվ եթե մենք չունենք պատկերավոր են օրինակը հիշում եք, եթե ֆուտբոլի դաշտը կեղտոտված է, քարերով է լցված, մինչև դա կարգի չբերվի, այնտեղ ֆուտբոլ խաղալ չի լինի։ Նույնը վերաբերում է սրան, բայց այս պայմաններում նույնիսկ չենք բացառում մեծ համախմբմամբ նաև փորձել նաև այլ լուծումներ, բայց գլխավոր լուծումը հետևյալն է։ Այսօր բոլոր հայերը, բոլոր բանական մարդիկ պիտի հասկանան, որ հաջողության կարող ենք հասնել միայն սկզբունքային դիրքորոշման դեպքում, սկզբունքային մոտեցման դեպքում։ Քանի երկիրը քաղաքացուն պատկանելու կարգը ամրագրված չէ, քանի դեռ հայ մարդը իր ճակատագրի տերը չէ, ով էլ գա իշխանության լինելու է հաջորդ Նիկոլը, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Իսկ այս սահմանադրությունը առավել եւս անվերահսկելի է դարձնում։ Իսկ
բացարձակ ժողովրդավարության սահմանադրությամբ առանձին ընտրվում են վարչապետը, առանձին ընտրվում է ազգային ժողովը, դատավորները նույնպես լինում են ընտրովի եւ բացարձակապես կախման մեջ չեն լինում իշխանությունների հետ։ Մենք բոլորովին այլ հայրենիքում կապրենք։ Հիմա նախընտրական փուլում բոլորի տրամադրությունները ուղղված են մի ուղղությամբ։ Ինչպես անենք, որ մենք փոխենք իրավիճակը իշխանություններին փոխելով։ Դրան որևէ մեկը դեմ լինել չի կարող, դա ընդունված կարգ է։ Բայց այսօրվա հիմնական խնդիրը այն է, որ մենք 90%-ով արված գործ ավարտին հասցնենք։ Դա սահմանադրության փոփոխության հետ կապված խնդիրն է։ Ընդհանրապես ինչ խոսում ես, ի վերջո պիտի առավելագույն պարզությամբ մատուցես եւ ամփոփես։ Ես վերադառնում եմ հիմնականին։ Մեզ լուրջ վտանգ է սպառնում։ Ես պարտավոր եմ ձեզ նախազգուշացնել, որ այն ինչ կատարվեց Արցախի հետ, դա միայն Արցախի հետ չկատարվեց, դա մեզ է սպառնում։ Դա նույնիսկ կարող եմ ասել փորձարկման պես մի բան էր։ Եթե մենք մեզ նաեւ որակով չդրսևորենք, ապա վաղը շատ աննկատ, նույնիսկ բարյացակամորեն մեզ կառաջարկվի այն ինչ որ Ալիևն այսօր ասում է, ավելորդ է նրան կրկները։ Ուրեմն Արցախի հետ կատարվածը մի լուրջ նախաքայլ էր մեր նկատմամբ։ Հարցը վերաբերում է մեր ապագային, մեր լինել չլինելուն։ Եվ այստեղ տարբեր տեսակետներով տարանջատված աշխատելն ապրելը դառնում է ինքնասպանության ընդառաջ գնալու մի գործողություն։ Ես այսօր հատկապես Էջմիածինը ընտրեցի, որովհետև նախ Էջմիածինը մեր հոգևոր հայրենիքի իզակետն է, այստեղից են լավագույն դրսևորումները եղել։ Այսօր մենք հայցերեցինք հատկապես Գևորգ կաթողիկոսի Շիրիմին, նա իր ոգով կարողացավ մեզ պետականություն ունենալու արժանի ազգ դարձնել։ Ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ասեմ, որ Սարդարապետի ճակատամարտի կազմակերպող եղել է Գևորգ 5-րդ կաթողիկոսը։ Եվ այստեղ գալուց իմաստը նաև կրկնում են մի անձնական փորձառություններ։ Հիմա տեսեք, տարբեր ուղղություններով գնացող քաղաքական ուժեր, ինչ ուզում եք արեք, բայց այդ բոլորի մեջ կա մի կարևորագույն հարց։ Այդ կարևորագույն հարցը այսօր արդեն ընթացքի մեջ է 90%-ով կատարված է։ Նիկոլականների մեջ էլ շատ մարդիկ կան, որ անձամբ ինձ դիմում ասում են այնքան ենք ցավում, որ մերոնք դեմ են ձեր սահմանադրությանը։ Այդ սահմանադրությամբ մենք ոչ միայն ուրիշ որակ ենք ձեռք բերում, մենք այն ինչ որ ճակատագրով մեզ տրված է, հայկական լեռնաշխարհ, Նոյան տապան, հիշում եք, չէ՞, դրախտավայրը Աստվածաշնչի, հայերը չեն գրել, որ ասենք հայերը իրենց մասին բան գրեցին։ Նոյան տապան մարդկություն եւ վերականգնվեց։ Ի վերջո քրիստոնեական արժեհամակարգ Հայաստանում։ Հիմա մենք այդ քրիստոնեական արժեհամակարգի գլխավոր դրույթը, ամենակարևորը քաղաքակրթական ընդունելության արժանացած գաղափարը մարդկանց իրավահավասարությունը։ Հիշում եք ֆուտբոլային միջոցառումների ժամանակ համաշխարհային ինչ է։ Մենք դեմ ենք խտրականությանը։ Դա քրիստոնեական սկզբունք է։ Այդ սկզբունքի մաթեմատիկական ճշգրտությամբ արտահայտումը պետական համակարգերի ներսում։ Դա է այս սահմանադրության։ Այսինքն, այն ինչ որ քաղաքակրթական դրույթ է, մենք դարձնում ենք արդեն առարկայորեն դրսևորվող, իրավականորեն ամրագրվող միջավայր։ Իմ սահմանադրությունը, բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը, ես ինձից նոր բան չեմ ստեղծել, ես պարզապես դա զարգացնելով հասցրել եմ մի եզրահանգման, որը Հայաստանը կդարձնի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Եթե մենք ուրախանում ենք ֆուտբոլի առաջնության, շախմատի առաջնության, ուրախանում ենք տարբեր ոլորտներում մեր ձեռքբերումների մասին, սա քաղաքակրթական ներդրում է։ Եվ մենք այսօր համախմբելով, դա ոչ միայն դարձնում ենք մեր ազգի խորհրդանիշներից մեկը, այլ աշխարհին ենք օգնում դառնալ ավելի լավը։ Նրանք, ովքեր որ այսօր ասում են ուժն է ամեն ինչ որոշողը, նրանք պարզապես հակադրվում են Աստված ինքը իրավունքի համար է։ Աստված ինքը մարդկանց ներկայանում է օրենքներով։ Եվ այսօր իրավունքի օրենքների դեմ կանգնելը, համարելով որ ուժով կարելի է հարցեր լուծել, դա ի վնաս մեզ է։ Մենք շատ մեծ ներուժ ունենք այս սահմանադրության մեջ, այս համակարգի մեջ, նաև մեր մեծ կարողականությունը մեջտեղ բերելու հնարավորություն կա։ Դրա մասին ես առանձին խոսեմ։ Միայն մի դրույթ ասեմ։ Գենետիկորեն հայերը աշխարհում կազմում են
100 միլիոնից ավելի։ Եվ եթե դու ստեղծում ես այնպիսի երկիր, որտեղ հայը իր ծագումը հիշելով, ծագման մասին տեղեկանալով կձգտի գալ հայրենիք, նույնիսկ այս դեմոգրաֆիական խնդիրներն ենք մենք լուծում։ Ամեն ինչի մասին չէ, որ ես այսօր պիտի ասեմ, մեզ լուրջ վտանգ է սպառնում եւ հիմնականում մեր թերացումների պատճառով։ Մենք վերջին շրջանում ունեցել ենք իշխանություններ, որոնք ուզելով կամ չուզելով, պատվերով կամ իրենց էության բացասական դրսևորումներով մեզ կանգնեցրել են փակուղային վիճակի առաջ։ Եվ եթե մենք ոչ միայն համակարգային փոփոխություններ կատարելով, այլ նաեւ այս իշխանություններին անմիջապես չհեռացնելով ինչ որ ընկնենք տարբեր տեսակի սպասումների մեջ, միայն լախողման ենք արժանի։ Մենք պիտի սահմանազատվենք եւ այս իշխանություններից եւ այն համակարգից, որի օրոք այս տեսակի իշխանությունները կարող են իրենց բացասականը ներդնել։ Այնպես որ հայրենակիցներ, ես իմ պարտքը համարեցի այսօր Սուրբ Էջմիածնից նախազգուշացնել բոլորիս, որ մեզ լուրջ վտանգ է սպառնում։ Եվ այս բանը ասող այն մարդն է, որ ընդհանրապես միշտ լավատեսություն է, չէ խոստացել անկախ Հայաստան, ազգային բանակ, սահմանադրություն, ոչ արել հավատալ, ընտրովի նախագահ եւ այլն եւ այլն։ Այսօր ես տեսնում եմ, որ մենք շատ լուրջ փորձության առաջ ենք կանգնել եւ իրավիճակը փոխողը միայն մենք կարող ենք լինել։ Ընդհանրապես հավատ ընծայելով նրան ու մի անգամ հավատալով մենք տեր ենք դարձել պետականության, անկախություն հանրաքվեի ճանապարհով եւ պատրաստի գործը գնահատելու, դրան աջակցելու մեր տրամադրվածությամբ։ Բարդ բան չի պահանջվում։ Քաղաքական ուժերից տարբեր ոլորտներում հանդես եկող, տարբեր ծրագրերով հանդես մի բան է պահանջվում։ Ինչով ուզում եք զբաղվեք, բայց կա մի գերհարց։ Եթե այդ գերհարցում դուք ձեր ձեռքերը լվանում եք, ձեր բոլոր ջանքերը դառնում են զրո։ Կներեք, որ այնքան հստակ չխոսեցի ինչպես կամենա, ինչպես տրամադրված էի, նախապես որովհետև այս ծանրությունը, պատասխանատվության զգացումը մտքերի շարադրման ընթացքի վրա ազդում է, բայց ես հավատում եմ, որ նրանք, ովքեր որ անաչառ են տրամադրված, նրանք ինձ ճիշտ կհասկանան։ Ընտրության գնալուց առաջ լավագույն գործը այսօր համակարգը փոխելն է, եւ դա հնարավոր է։ Մնացյալը ամեն մեկը ինքն է որոշում։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք